Լսեք ընտրեմ բոլորս միասին պատրաստվենք, որ լսենք Աստծո խոսքը, քանի որ այն ինչ որ Աստված մեզ թողել է, մեր դաստիարակության համար է թողել, եւ մենք մեր կարևորությունը գիտեք ինչու՞մն է կայանում, որ մենք մտածելով այս կյանքի մեջ, գիտեք այսօր առօրտվանից, թե սկզբնական այս խոսքը, որ նոր կատարվեց, թե հետո այս երգերը, որ նոր մեզ հնարավորություն է տալի եւս մի անգամ վերանայենք այն վիճակը, ինչի մեջ մենք գտնվում ենք, որովհետեւ գիտեք, նորից եմ ասում, մենք երբ որ խոսում ենք հավատքի մասին, ու մենք էլի բավականին ժամանակ պետք է խոսանք հավատքի մասին, որտեղ որ եթե Տերը կյանք տվեց իհարկե, մեզ հնարավորություն է տրվում մեր որպեսզի մենք քննելով մեր անձը կարողանանք գտնել մեզ ճիշտ հավատքի մեջը, չգտնել այն ձևական կամ ցուցադրական հավատքը, որն ոչ մի օգուտ չի բերի։ Մենք կարող ենք այսօր ինչ որ մի բան մարդկանց առաջ ցույց տալ, բայց երբ որ կկանգնենք Աստծո առաջ, ինչ պատասխան կտա Աստված այն ժամանակ, երբ որ մենք կանգնենք Աստծո առաջ, սա կախված է մեր այսօրվա կյանքից ու մեր հավատքի առաջնորդությունից, ինչ հավատքով ենք առաջնորդվում, որովհետև մենք ինչպես այս անցյալ եւ նախանցյալ կիրակիները խոսում էինք, հավատքը նախ եւ առաջ կա առաջի հերթին մենք պետք է հիշենք, որ հավատքը երկու տեսակի է, որն որ ձևավորվում է կամ աստվածային Աստծո խոսքով, որն որ ճշմարիտ հավատք է, կամ ձևավորվում է մարդկային ավանդություններով, որն որ մենք հիշում ենք խոսացինք, որ դա անհավատություն է։ Եվ դա ամենացավալի վիճակն է, որ մարդը կարող է ունենալ։ Ու մենք այսօր շատ կարիք ունենք քննելու մեր անձը, թե ինչ հավատքով ենք առաջնորդվում մենք։ Եվ երկրորդը, որն որ մենք անցյալ կիրակի օրը խոսացինք, այն մկրտության հարցն է, որն որ դուք գիտեք, որ մկրտությունը անցյալ կիրակի օրը դա մասին խոսացինք, մկրտության դրդապատճառը երկու տեսակի է անում։ Առաջին եւ ամենակարևորը, որն որ ճիշտ է ու երանի թե ամեն մեկս այդ վիճակի մեջ գտնվենք, դա հավատքից դրդված մկրտությունը։ Երբ որ մարդը ընդունելով Աստվածանից ճշմարիտ հավատքը, նրանից դրդվում է դեպի մկրտություն եւ խառնվում է Աստծո ժողովրդի մեջը, բայց կան նաև ուրիշ դրդապատճառներ մկրտության պատճառով, որն որ հավատքից չի։ Ցավոք սրտին այսպիսի մարդիկ էլ կան, որոնք որ գալիս են եկեղեցի ոչ թե հավատքից դրդված մկրտվելու, այլ ինչ որ մի պատճառներ իրանց կյանքի մեջ ինչ որ խնդիրներ ունենալու, առողջական, ընտանեկան եւ ուրիշ խնդիրներ, որը մարդը մտածում է, որ երբ որ ես կգամ կմկրտվեմ, Աստված իմ ամեն խնդիրները կլուծի։ Ու ես հիշում եք անցյալ կիրակի օրը հիշեցեցի, որ այդպիսի մարդիկ ովքեր այդ նպատակով են գալի ու մկրտվում են, բայց ոչ թե հավատքի պատճառով, այդպիսի մարդիկ շատ հեշտ ու հանգիստ կարող են ընկնել հուսախաբության մեջ, հուսահատության մեջ կարող են ընկնել, որովհետև Աստված, մեր Աստված պատվերով Աստված չի։ Նա այն Աստվածը չի, որ մարդը գալիս է պատվերներ է տալիս ու Աստված պետք է որ նրա պատվերը կատարի։ Աստված ինքն է որոշում ինչ պետք է լինի եւ շատ անգամ մեր կյանքի մեջ Աստծո որոշումները մեր ուզածի պես չի եղնում։ Եվ մեզ բոլորիս համար այնպիսի մի հավատք է պետք, որ մենք Աստվածանից ընդունենք ամեն ինչ որ Աստված տալիս է։ Այն ինչ որ մեզ համար բարի է եւ այն ինչ որ մեզ համար բարի չի։ Բայց միևնույն ժամանակ մենք բոլորս լավ գիտենք, որ Աստվածանից տրված յուրաքանչյուր բան, ինչ որ Աստված տալիս է, ամեն ինչ բարի է։ Այսօր կարող է պատահի մեզանից շատերը կամ ընդհանրապես մեզանից բոլորն էլ չկարողանան լրիվ հասկանան Աստծո ծրագիրը, Աստծո տվածը, որն որ Աստված շատ անգամ տալիս է, բայց երբ որ մենք հասնենք երկնքի արքայությունը ու այնտեղ արդեն մենք հասկանանք, թե ինչ էր արել Աստված մեր կյանքի մեջ, ինչի էր այս կամ այն բանը թույլ տվել, միայն հավատքն է այսօր կարևոր, որպեսզի մենք հավատալով կարողանանք Աստվածանից ընդունել ամեն ինչը, հասկանալով, որ ինչ որ Աստված տալիս է մեր կյանքի մեջ, միայն բարի է։ Գիտեք, երբ որ մարդը ապաշխարում է, մկրտվում է, դառնում է եկեղեցու անդամ, խառնվում է Աստծո ժողովրդի մեջ, նա սկսում է մի ընթացք, որն որ ոչ ոք չգիտե թե ինչքան կտևի դա։ Մեկի մոտ շատ երկար է տևում, մյուսի մոտ կարճ, մեր եկեղեցական կյանքի մեջ տարբեր ձևի մարդկային կյանք կա։
Ոմանք կան, որոնք որ դեր կարող է պատահի մի 50-60 տարի արդեն հավատքի մեջ գտնվելով դեր շարունակում են ապրել այս կյանքի մեջը։ Կան մարդիկ, որոնք որ ես հիշում եմ մեր եկեղեցում այսպիսի մարդիկ էլ կային, որոնք որ մկրտվեցին ու մի տարի, երկու տարուց հետո Աստված նրանց վերցրեց։ Բայց մենք բոլորս պետք է գիտենանք, որ Աստվածանից որոշված այն ասպարեզը, որն որ տրված է մեզ հավատքից հետո ապրելու այս կյանքի մեջ, մենք պետք է պատերազմի մեջ լինենք։ Պատերազմի մեջ լինենք ոչ թե մարդկանց հետ, ոչ թե մեր շուրջը գտնվող մարդկանց հետ, որոնք որ շատ անգամ մեզ նեղացնում, դժվարության մեջ են գցում։ Պատերազմի մեջ պետք է լինենք չարի դեմ։ Դրա համար մեզ ինչքան կարևոր է հավատքը, ճշմարիտ հավատքը, որպեսզի մենք կարողանանք այս պատերազմի մեջ ճիշտ պատերազմ վարել։ Այն անձի հետ, որի դեմ մենք պետք է կռվենք, եւ ոչ թե շատ անգամ ինչպես ցավոք սրտին շատերը անում են մեկս մեկիս հետ։ Այսա շատ կարևոր է դրա համար, երբ որ Պողոս Արաքյալը ներկայացրեց մի թուղթ, գիտեք, ես չգիտեմ, եթե Տերը կյանք տվեց, մի օր երևի համարձակություն կունենամ այդ թուղթը սկզբից մինչև վերջ ուսումնասիրելու, բայց մենք գիտենք, որ ընդհանրապես նոր կտակարանի մեջ կա 4 ավետարաններ, որոնք Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի եւ Հովհաննեսի ավետարաններ են։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ ավետարանների մեջ ներկայացված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, նրա ապրելաձևը, թե ինչ արեց, բայց կա եւս մեկ ավետարան, որն որ մեկ ուրիշ բնույթ է կրում իր մեջ։ Աստվածաշնչի մեջ դա Պողոս Արաքյալի Հռոմեացոց թուղթն է, որտեղ որ պարզ ներկայացված է այն ավետարանը, որտեղ Հիսուս Քրիստոսի կյանքը այնքան շատ վառ ձևով չի ներկայացված, բայց ներկայացված է Հիսուս Քրիստոսի գործը մարդկանց մեջ։ Հռոմեացոց թուղթը մեզ ներկայացնում է այն արդարությունը, որն որ մարդկային չի, աստվածային է։ Հռոմեացոց թուղթը մեզ հիշեցնում է, որ ինչքան էլ մենք այս կյանքի մեջ բարոյական ճիշտ ապրենք, մենք չենք կարող Աստծո առաջ արդարանալ, որովհետև արդարությունը միայն Աստվածանից է։ Մենք մեղավոր մարմնի մեջ ենք գտնվում եւ միջև անգամ երբ որ դառնում ենք Աստծո զավակներ, հավատացյալներ ենք դառնում, մենք միևնույն է շարունակում ենք այս մեղավոր մարմինը կրելով մեղ գործել ցավոք սրտին այս կյանքի մեջ եւ ամեն անգամ երբ որ մենք ձգտում ենք արդարանալ Աստծո առաջ մեր արդարությունով, ամեն մեղքը մեզ կեղտոտում է եւ մեր արդարությունը դառնում է կեղտոտ լաթի նման։ Եվ միայն Հիսուս Քրիստոսի արդարությունը մեզ հնարավորություն է տալի, որպեսզի մենք կարողանանք Հիսուս Քրիստոսով արդարանալով հավիտենական ուրախություն ժառանգել։ Հռոմեացոց առաջի գլխից մինչև 11-րդ գլուխը Պողոս Արաքյալը ներկայացնում է ավետարանի, այս բարի լուրի, այս շնորհքի եւ արդարության, աստվածային արդարության թեորիայի կողմը։ Այսինքն այն կողմը, ինչ որ մենք պետք է գիտենանք, լինելով հավատացյալներ։ Ու Հռոմեացոց 12-րդ գլխից սկսած մինչև 16-րդ գլուխը ներկայացված է այն թեորիայից ստացած թեորիայի պրակտիկ կյանքը, ինչպես մենք պետք է ապրենք այս կյանքի մեջ, լինելով հավատացյալ։ Ու այսօր ես ուզում եմ երկու համարներ ձեզ ներկայացնել, հենց առաջի համարները, Հռոմեացոց 12-րդ գլխի առաջի երկրորդ համարները, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ հավատքի ճանապարհը, որն մենք սկսում ենք մեր կյանքի մեջ, մկրտվելուց հետո ինչպիսին պետք է լինի, որ եթե մենք այս ձևով չգնանք Աստծո առաջը, մենք շատ անգամ կշեղվենք ու ուրիշ տեղ կգնանք։ Բայց Աստված մեզ սովորեցնում է, որպեսզի մենք հասկանանք, որ հավատքը սա բավականին լուրջ բան է, եւ հավատքը մարդկային ձևավորված հավատքը անհավատություն է կոչվում, իսկ աստվածային ձևավորված հավատքը կոչվում է ճշմարիտ հավատք, որն որ տանում է դեպի հավիտենական կյանքը։ Նայեք Հռոմեացոց 12-րդ գլխի առաջի երկու համարները ինչպես է ներկայացնում։ Римлянам 12 глава 1 и 2 стихи։ Արդ աղաչում եմ ձեզ եղբայր, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարագ, որն է ձեր բանավոր պաշտոնը, եւ մի կերպարանվիք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք կննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Գիտեք, երբ որ ես պատրաստում եի այս համարները, ես չգիտեի, որ
Համլետն է պետք է կարդալ այս համարները ու որոշ բացատրություններ տալ, բայց Փառք Աստված ինքն է որոշում, ինքն է առաջնորդում, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ նախ եւ առաջ, երբ որ մարդը որոշում է իր կյանքի մեջ հավատքով առաջնորդվել ու ապրել Աստծո համար, նա պետք է իր մարմինը ներկայացնի Աստծուն ինչպես պատարագ։ Դու գիտեք, չէ՞ պատարագ ինչ է։ Զոհ։ Այսինքն ես իմ մարմինը պետք է ներկայացնեմ Աստծուն ու ասեմ, ով Աստված, ահա ես, ինչ ուզում ես ինձ հետ արա։ Միայն այդ դեպքում մարդը կարող է, տեսեք, հայկական թարգմանություններում մի տեսակ ուրիշ ձևի է գրված, այնտեղ գրված է, որն է ձեր բանավոր պաշտոնը։ Իհարկե, ովքեր հայերեն շատ լավ գիտեն, դա էլ հասկանալի է, բայց ավելի պարզ գրված է ռուսերեն լեզվով, որն գրված է «Для разумного служения вашего». Այսինքն, որ եթե մենք ուզում ենք Աստծուն ծառայել ճիշտ ձևով ու Աստծուն ճանապարհով, ճիշտ հավատքի ճանապարհով գնալ, մենք պետք է մեր մարմինները ներկայացնենք Աստծուն, ոչ թե Աստծուն պայման դնելով, որ գիտես ինչ, ով Աստված, ես համաձայն եմ, որ ես քեզ հանձնեմ իմ մարմինը, որ դու օգտագործես նրան ինչպես որ պետք է, բայց ես չեմ ուզում, որ դու ինձ օգտագործես այնպես ինչպես որ ես չեմ ուզում։ Այլ ինչպես ես եմ ուզում, այնպես պետք է լինի։ Շատ անգամ մարդիկ գալիս են Աստծո մոտ ու պայմաններ են դնում, որ ես այս բանը պետք է անես, որ ես այս բաները պետք է անեմ։ Մենք նմանում ենք շատ անգամ Հակոբին։ Գիտեք, չէ, այդ նահապետներից մեկը, հրեական նահապետներից մեկը, որն որ Աստծո առաջ պայման դրեց ու ասեց. «Եթե դու ինձ օրհնես, ես քո հետևից կգնամ եւ կանեմ այն ինչ որ դու ես ուզում»։ Բայց մենք բոլորս լավ գիտենք, Աստծո առաջ պայման դնելու մենք իրավունք չունենք։ Գիտեք, այն մարդը, ով էլ որ հասկանում է, թե Աստված ինչ արեց իր համար, իր կյանքի մեջ, նա երբեք չի թույլ տա իրան, որպեսզի այդ բանը անի։ Հասկանալով, որ Աստված մեզ անարժաններից համար իր միածին որդուն տվեց, որպեսզի նրան զոհաբերելով մեզ հավիտենական կորուստից ազատի, եթե մենք դրան գիտակցում ենք ու դա հավատքով ենք հասկանում, գիտեք, մենք քիչ առաջ մենք երկեցինք, որտեղ որ այս հեղինակը մեզ հիշեցնում է, որ ինչ էլ որ Հիսուս Քրիստոսի մեջ կատարվել է, նրա աղոթքները, նրա մահը, նրա այն գերեզմանի մեջ դնելը հարությունը, այն ժամանակ մենք չկայինք ու մենք չենք տեսել։ Բայց այս ամեն ինչը մենք ընդունում ենք հավատքով ու համոզված ենք, որ այս ամեն ինչը ինչ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր կյանքի մեջ արեց, իր երկրավոր կյանքի մեջ արեց, ինձ ու քեզ համար է, սիրելի քույր եղբայր։ Բոլորի համար է։ Եվ երբ որ մենք հավատքով այդ բանը ընդունում ենք, մենք ուրախանում ենք ու փառք ենք տալի Աստծուն, ու մենք հասկանում ենք, որ եթե մենք գիտակցաբար չմոտիկանանք այս հարցին, մենք շատ վատ վիճակի մեջ կարող ենք ընկնենք։ Այն ձևականությունը, որը կարող է մեր կյանքի մեջ լինի, մինչև անգամ չհասկանալով ձևականությունը, կարող է մեզ շատ վատ հետևանքի առաջ կանգնեցնի։ Մենք կկանգնենք Աստծո առաջը եւ Աստված մի սարսափելի խոսք կասի, որոնց մեր ամբողջ այս հավատ կոչված կյանքը փուլ կգա։ Ու մենք կգնանք այնտեղ, որտեղ չպետք է գնանք։ Դրա համար մեր գլխավոր նպատակն է, որպեսզի մենք ուշադիր լինենք եւ մենք կարողանանք հասկանանք, որ երբ որ ես գալիս եմ Աստծո մոտ, իմ մարմինը ներկայացնելով ինչպես պատարագ նշանակում է զոհ, այսինքն ես արդեն իմ մարմնի տերը չեմ։ Աստված է որոշում իմ կյանքը, ու ես ոչ մի անգամ նրա դեմ, իր որոշումի դեմ, Աստված ինչ որոշեց իմ կյանքի մեջ։ Ես կապրեմ առողջ կյանքով, հարուստ կյանքով, կամ աղքատ կյանքով ու անառողջ կյանքով, սա Աստծո որոշումն է։ Բայց եթե ես հասկանում եմ ուր եմ գնում եւ ինչ է ինձ սպասում հավիտենականության մեջ, ես խնդիր չունեմ Աստծո առաջը։ Ես չեմ կարող կանգնել ու ասել Աստված, ով Աստված, ինչի այն նա, ես էլ նա էլ քո զավակներն ենք, ինչի նա առողջ է, իսկ ես հիվանդ եմ, ինչի նա փողատեր մարդ է, իսկ ես հազիվ եմ ծերին հասցնում։ Այդ հարցերը չի եղնի իմ կյանքի մեջ, որովհետև ես մի բան կա, որ ես գալիս եմ Աստծո մոտ, ներկայացնում եմ Աստծուն, ասում եմ, ով Աստված, դու ինքդ որոշի իմ կյանքը, ինչպիսին պետք է լինի իմ ֆիզիկական կյանքը, ինչպիսին պետք է լինի իմ հոգևոր կյանքը, ու երբ որ ամեն ինչ ես գալիս եմ ճիշտ գիտակցաբար եմ մոտիկանում այդ հարցին ու տալիս եմ իմ կյանքը ինչպես Աստծուն տված ձով, Աստված տեսնելով այդ որոշումը ինքն է որոշում իմ կյանքի մեջ եւ մեզ ուզում է բացատրել, որ իր որոշումը ճիշտ է։
Ինչքան էլ ուզում եմ մենք մտածենք ինչի է Աստված իմ կյանքի մեջ այս բանը արել, մենք չենք կարողանա լրիվ հասկանալ։ Երկնքի արքայության մեջ մեզ համար ամեն ինչ բաց կեղնի։ Մեր այսօրվա հավատքը հնարավորություն չի տալի, որպեսզի ամեն ինչ հասկանալ։ Բայց ինչպես մենք վստահեցինք Քրիստոսին առանց նրան տեսնելու, ինչպես վստահում ենք մեր կյանքը ու այսօր ապրում ենք Քրիստոսի հետ միասին, չգիտենալով, թե ինչ է սպասում մեզի այս մեր ֆիզիկական կյանքի մեջ, բայց գիտենալով ինչ է սպասում հավիտենականության մեջ, այնպես էլ մենք կարող ենք Աստծո առաջ կանգնել ու ներկայացնել Աստծուն այն բոլոր շնորհակալությունները, այն բոլոր զոհերը, որոնց մենք կարող ենք այդ բանը անենք։ Աստված մեծ բան արեց մեզ համար, մեզ ազատեց հավիտենական կորուստից։ Մենք չենք կարող նրան կատարած գործի համապատասխան ինչ-որ մի բան անենք։ Բայց մենք կարող ենք անել այն, ինչ որ հնարավոր է մեր ֆիզիկական մարմնին։ Եվ եթե մենք անում ենք, տեսեք, 3 կարևոր բան կա, որոնց Աստված մեզնից ուզում է։ Նախ եւ առաջ, առաջինը, մենք բերում ենք օրհնության պատարագ։ Ռուսերեն ասում են ժերտո խվալի։ Գալիս ենք Աստծո առաջ նրան օրհնելով։ Տեսեք, Եբրայեցոց 13-րդ գլխի 15-րդ համարում ինչ է ասում Եբրայեցոց թղթի եղանակը։ Евреям 13 глава 15 стих։ Ուստի նրա ձեռքով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարագ մատուցանենք։ Ինչ է դա նշանակում, տեսեք ինչ է ասում։ Այսինքն նրա անունը դավանող շրթունքների պատուղը։ Մի կասեմ ինչ է սա նշանակում, որովհետև մենք գիտենք, որ այսօր մարդկության մեծամասնությունը այն վիճակի մեջ է գտնվում, որ փառք Աստծո խոսքը, կներեք այս խոսքի համար թող Աստված ելների բերանի ծամոնի նման է։ Մարդիկ ամեն ինչի վրա փառք Աստծո են ասում։ Գնաց մարդը գողացավ, փառք Աստծո ասում, եթե չբռնվեց, մարդը գնաց ինչ-որ մեկին գցեց ու նրա փողերը վերցրեց, չբռնվեց, փառք Աստծո է ասում։ Ինչ-որ մի կեղտոտ բան արեց ու ծածկված մնաց իր այդ կեղտոտ բանի համար, փառք Աստծո է ասում։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեր փառք Աստծուն ոչ թե նենց ասենք, այսպես իմիջալոց ներկայացված է Աստծո առաջը, մեր փառք Աստծուն գիտակցաբար է հասկանալի է, թե ինչի ենք մենք փառք Աստծուն տալիս։ Եվ երբ որ մենք փառք ենք տալի Աստծուն, մեր շրթունքները չի գործում, այլ մեր կյանքն է ցույց է տալիս։ Եթե տեսեք ինչի ասում, այստեղ մեր շրթունքները դավանող պտուղը։ Այսինքն մենք ինչ որ դավանում ենք, այսօր երբ որ ես ասում եմ, ես հավատացյալ եմ, ինչքանով եմ ես ցույց տալի իմ շուրջը գտնվող մարդկանց, որ իրականում ես հավատացյալ եմ։ Եկեղեցում նորից եմ ասում, շաբաթը մի անգամ, 2 անգամ շատ հեշտ է, որպեսզի մարդը այստեղ լինելով ցույց տա, որ ինքը հավատացյալ է։ Բայց աշխարհի մեջ, երբ որ մենք գտնվում ենք, մեր ընտանիքների մեջ, մեր հարևանության մեջ, մեր ազգականների մեջը շատ դժվար է, երբ որ մենք շփվում ենք մարդկանց հետ ու ցավոք սրտին շատ մարդիկ իրենց դավանանքի հակառակ ուրիշ կյանքով են ապրում։ Խայտարակ եղնելով իրենք էլ ու եկեղեցուն է խայտարակ անելով, որովհետև շատ անգամ ես լսել եմ, որ ասում է, ինչ որ դու ես, այն էլ ձեր եկեղեցին է։ Դրա համար այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտենա, որ նախ եւ առաջ, երբ որ մենք ինչ որ մի սխալ կյանքով ենք ապրում, դավանելով, որ մենք հավատացյալ ենք, նախ եւ առաջ մենք պախարակում ենք Աստծո անունը, հետո մեր անունը, հետո մեր եկեղեցու անունը, որտեղ որ մենք ծառայություն ենք անում։ Ու դրա համար մեր գլխավոր նշանակությունը է, որպեսզի մենք հասկանանք, որ ինչ որ մենք ասում ենք, դրա համեմատ պետք է ապրենք։ Ասում ես, որ դու հավատացյալ ես, Աստծո խոսքի համեմատ տես ինչ է նշանակում հավատացյալ, ու այդ հավատացյալի համեմատ ապրի։ Երկրորդ կարևոր բանը բարերարություն կամ հաղորդակցություն, հաղորդակցության պատարագ, որն որ Աստված մեզանից պահանջում է։ Այդ նույն Եբրայեցոց թղթի 13-րդ գլխի 16 համարը տեսեք ինչ է ասում։ Евреям 13 глава 16 стих։ Իսկ բարերարությունը եւ հաղորդակցին մի մոռանաք, որ այնպիսի պատարագները հավանում է Աստված։ Գիտեք, Էլի քիչ առաջ ասած խոսքերը, երբ որ մենք գալիս ենք այստեղ իրար ժպտում ենք, ուրախանում ենք, հաղորդակցում ենք, ինչքանով է դա կատարվում սրտից։ Թե ուղղակի սա արտաքին բնույթ է կրում, ես գալիս եմ ժպտում եմ, բայց իրականում ոչ մի բան չկա ձեր հանդեպ։
Սա ուղղակի ձևականություն է, որն ես ցույց եմ տալի, որովհետև ես հավատացյալ լինելով պետք է գամ իմ քույր եղբայրների հետ միասին շփվեմ ու ցույց տամ, որ ես իրականում սիրում եմ ձեզ։ Բայց իրականում սիրում եմ, թե չէ, գիտե Աստված եւ գիտեմ ես։ Ու սա Աստված հավանում է, երբ որ մենք մեր հաղորդակցությունը, մեր այս Աստծո հետ միասին լինելը իրականում անկեղծ ու ամեն ձևով ձգտում ենք Աստծո ուզած ձևով անել։ Եվ երրորդը, մեր ծառայության պատարագը։ Ռուսերեն ասում են ժերտվասլուժենիե։ Գիտեք, կա երկու տեսակի ծառայություն։ Մի ծառայությունը, որն որ կարող է պատահի սրտից դուրս եկած եղնի։ Եվ մարդը ամեն ինչ անի, որպեսզի այդ ծառայության մեջ դնի իրեն ամբողջությամբ։ Եվ կա ծառայություն, որն որ ձևական է։ Ցույց տամ, որ ես ծառայում եմ։ Պողոս Արաքյալը Հռոմեացոց 12-րդ ներողություն, Հռոմեացոց 15-րդ գլխի 15-16 համարում տեսեք ինչպես է ներկայացնում։ Римлянам 15 глава, 15-16 стихи։ Բայց համարձակեցի եղբայր փոքր շատ է գրել ձեզ, իբր թե ձեզ հիշեցնեմ Աստվածանից ինձ տրված այն շնորհքի պատճառով, որ ես, խնդրում եմ ուշադրել լսեցեք, Հիսուս Քրիստոսի սպասավոր եմ հեթանոսների մեջ, Աստծո ավետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագը ընդունելի լինի Սուրբ Հոգով սրբված։ Գիտեք, երբ որ մարդը իր սրտե ծառայում է, իր ծառայության պտուղը երևում է, անպայման երևում է։ Երբ որ մարդը կեղծավորություն է անում, երբեք չի երևա իր ծառայության պտուղը։ Դրա համար մենք ամեն մեկս պետք է գիտենանք, որ երբ որ ես դուս եմ գալի հեթանոսներին ծառայելու, հեթանոս նշանակում է բոլոր են անհավատ մարդիկ, որոնք որ ինձ շրջապատում են։ Ես առաջի հերթին իմ քարոզը առաջի հերթին իմ կյանքն է։ Հետո նոր իմ խոսքերը։ Եթե իմ խոսքերը չի համապատասխանում իմ կյանքին, ու ես քարոզում եմ մի բան, բայց մարդիկ ուրիշ բան են տեսնում իմ կյանքի մեջ, սիրելի քույր եղբայր, ոչ մի անգամ, ոչ մի դեպքում ես հաջողություն չեմ ունենա։ Մարդիկ չեն կարողանա ինձ ընդունել ու իմ խոսքս ընդունել, որովհետև իրանք տեսնում են, որ ես մի բան եմ ասում ու իմ կյանքը լրիվ ուրիշ է։ Դրա համար մեզանից յուրաքանչյուրը պետք է ուշադիր լինի, նայելով ինչպիսի կյանքով ենք ապրում, ինչպես ենք մենք մեր հավատքի ճանապարհը գնում։ Ու հետո էլ երբ որ մենք քարոզում ենք, կամ կունենանք հաջողություն, եթե մենք Աստծո խոսքի համեմատ ենք ապրում, կամ թե չէ կունենանք անհաջողություն, որ մենք հակառակում ենք Աստծո խոսքին։ Բայց մի կարևոր բան կա, որն որ մենք պետք է գիտենանք։ Հռոմեացոց թղթի մեջ է այսպեսի մի խոսքեր է գրված, խնդրում եմ ուշադրել լսեցեք, երկրորդ գլխի մեջ է։ Հռոմեացոց երկրորդ գլուխ, ներողություն 12-րդ գլուխ, երկրորդ համարի մեջ է։ Римлянам 12 глава 2 стих։ Տեսեք ինչ է ասում։ Մի կերպարանվիկ այս աշխարհի կերպարանքով։ Գիտեք, երբ որ հավատացյալ մարդը դառնում է հավատացյալ, նա ունի երկու տեսակի ուղղություն։ Առաջինը, երբ որ ինքը հավատացյալ դառնալով շարունակում է ապրել այս աշխարհի թելադրած կյանքով։ Հավատքի թելադրած կյանքով։ Եվ երկրորդ ուղղությունը կա, որ մարդիկ ապրում են Աստծո ուզած կյանքով։ Մենք քիչ հետո կխոսանք դրա մասին։ Բայց առաջինը գիտեք ինչ եմ ուզում շեշտել, դες համար որպեսզի ամեն մեկս կարողանանք հասկանանք։ Առաջինը ինչ է ասում Աստված։ Մի կերպարանվիկ այս աշխարհի կերպարանքով։ Այս երկու բառերի մեջ կա երկու կարևոր գաղափար, որոնք մենք պետք է իրականում մտածենք։ Առաջինը այսեղ գրված է մի կերպարանվիկ։ Не сообразуйтесь։ Սա ինչ է նշանակում, գիտեք, երբ որ մարդը հավատացյալ է դառնում, նա ելի եմ ասում, կարող է պատահի երկու տեսակի թելադրանքներ ունենա իր կյանքի մեջ։ Աստծո խոսքը, որն որ մարդուն թելադրում է, թե ինչպեսին պետք է լինի հավատքը, եւ մարդիկ, որն որ ներկայացնում են հավատքի իրենց որոշած ձևը։ Ցավոք սրտին այսօր աշխարհի մեծամասնությունը գտնվում է այդպիսի վիճակի մեջ, որ մարդիկ եկեղեցին դարձրել են երկու տեսակի մարդկանց ձև։ Առաջինը քահանաներ, կներեք, առաջինը քահանաներ,
Եվ երկրորդը հաճախորդներ։ Ռուսերեն ասում են священники и прихожане։ Այս մոդելը, որն մարդիկ որոշում են իրենց կյանքի մեջ, աստվածաշնչային չի։ Բայց ցավոք սրտին, երբ որ մարդիկ այս մեն հավատքից գալիս են, այս հավատքը շատ անգամ նույն ձևի են ներկայացնում իրենց կյանքը։ Իրենք պատկերացնում են, որ այստեղ եկեղեցում կան ծառայողներ եւ կան հաճախորդներ։ Եվ շատ անգամ ավետարանական եկեղեցու մարդիկ, որոնք որ գալիս են ավետարանական եկեղեցու անդամ են դառնում, նրանք նույն համակարգով են առաջնորդում, ինչպես որ ժամանակին առաջնորդում են այն եկեղեցի կոչված տեղը, որտեղ որ ժամանակին մենք գտնվում ենք։ Բայց Աստծո խոսքը դա անընդունելի է դարձնում, որովհետև յուրաքանչյուր մարդ, ով էլ որ դառնում է Աստծո զավակ, նրանք դառնում են քահանաներ։ Մենք բոլորս էլ ծառայողներ ենք, սիրելի քույր եղբայրներ։ Մենք դրա մասին էլի խոսանք, եթե Տերը կյանք տվեց, բայց մենք պետք է հիշենք, որ դառնալով ավետարանական եկեղեցու անդամ, դառնալով Աստծո ժողովուրդ, մենք բոլորս դառնում ենք այն քահանաները, որոնք որ պետք է ծառայեն Աստծուն։ Ուշադիր լսեցեք ինչ է ասում Պետրոս Արաքյալը առաջի Պետրոս 2-րդ գլուխ 9-ից 10 համարներում։ Ես գիտեմ, որ դուք շատ անգամ լսել եք այս երանելի գաղափարները, բայց ուզում եմ մի անգամ էլ ներկայացնել ձեզի, որպեսզի ամեն մեկս մտածենք մեր կյանքի մասին ու կարողանանք հասկանանք, որ իրականում այնինչ որ Աստծո խոսքը ասում է ճշմարտություն է։ Первая Петра 2 глава 9-10 стихи։ Բայց դուք ընտիր ազգ եք, խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ, որ դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմված չէիք, բայց հիմա ողորմվածներ եք։ Գիտեք, Աստծո խոսքը երբ որ ասում է դուք, դա չի նշանակում, որ ինձ է ասում որպես եկեղեցու հովիվ եւ նրանց ովքեր այսօր ծառայում են քարոզների միջոցով կամ երկում են կամ որևէ ուրիշ ծառայություն, ասում է բոլորի համար։ Բոլորը ովքեր լսում են, հասկանում են, որ մենք բոլորս քահանաներ ենք Աստծո համար։ Իսկ եթե քահանաներ ենք, ուրեմն մենք ծառայողներ ենք։ Ու ամեն մեկից Աստված տվել է ինչ որ մի ծառայություն, որպեսզի մենք մեր կյանքի մեջ ունենանք։ Երբ որ մենք նմանվում ենք այս աշխարհի մոդելին, մենք նմանվում ենք այն եկեղեցուն, որտեղ որ իրականում այդպես է։ Մի խումբ մարդիկ, մի քանի հոգի ծառայում են, մնացածները ունկնդիրներ են։ Գալիս են, լսում են, գնում են, գալիս են, լսում են, գնում են։ Բայց սիրելի քույր եղբայր, մենք դառնալով Աստծո ժողովուրդ, մենք պետք է գիտենանք, որ Աստված մեզանից յուրաքանչյուրին տվել է ծառայելու հնարավորություն։ Եթե մենք այդ բանը անում ենք, ուրեմն մենք երանելի ենք։ Եվ երկրորդ կարևոր բանը, ինչ որ այստեղ գրված է, այս աշխարհի կերպարանքով, որն Հռոմեացոց 12-րդ գլխի երկրորդ համարում է գրված։ Римлянам 12 глава 2 այս աշխարհի կերպարանքով։ Գիտեք, այս աշխարհը ունի իր կերպարանքը։ Ու այս աշխարհի կերպարանքը ստեղծել է ոչ թե Աստված, այլ Սատանան։ Սատանան ամեն ձևով ուզում է, գիտեք, ժամանակ կար, երբ Սատանան հալածում էր եկեղեցիները։ Դուք գիտեք, մարդկանց վառում են, գազանների բերանն են գցում, աքսորում են Սիբիրներում, շատ մարդիկ աքսորած տեղից չեն վերադառնում։ Ցավոք սրտին այդպիսի բան արելով Սատանան տեսավ, որ ոչ մի հաջողություն չհասավ։ Եկեղեցին, որն որ հալածվում էր, ավելի շատանում էին։ Եվ Սատանան որոշեց մեկ ուրիշ միջոց հնարել, որն որ այսպես է հնչում։ Դուք կարող եք եկեղեցի գալ, դուք կարող եք եկեղեցում ինչ-որ մի բաներ անել, բայց արեք այնպես, որ ինչպես որ դուք եք ուզում։ Ու ցավոք սրտին, այսօր շատերը այդպես են անում, նրանք իրենց որոշած ձևն են ներկայացնում Աստծո առաջ եւ բնական է այդ ձևով Աստված չի կարող ընդունի մեր գործողությունը եկեղեցիների մեջ։ Տեսեք ինչ է ասում Պողոս Արաքյալը 2 Կորինթացոց 4 գլուխ 3-4 համարները։ 2 Коринфянам 4 глава 3-4 стихи։ Մենք էլի եմ ասում, այս համարները բազմաթիվ անգամ կարդացել ենք, բայց ուզում եմ ձեզ հետ միասին մի անգամ կարդալ, որպեսզի մենք հասկանանք։ Իսկ եթե մեր ավետարանը ծածկված էր լինի, նա կորածների մեջ է ծածկված, որոնցում
այս աշխարհի Աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի ուսավորությունը չծագեն նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է։ Սիրելի քույր եղբայր, տեսեք, սատանան ինձևի է խափում մարդկանց։ Նա նորից եմ ասում, դեմ չի, որ մենք գանք եկեղեցի։ Նա դեմ չի, որպեսզի մենք ինչ-որ մի ծառայություն անենք։ Բայց նա ամեն ձևով անում է, որպեսզի հավատացյալների մեջ Քրիստոսի լույսը չծագի։ Քրիստոսի պատկերը չերևա։ Այլ ինչպես մենք գիտենք այսօր ցավոք սրտին շատ ավանդական եկեղեցիների մեջ, երբ որ մենք լսում ենք այնտեղ պատարակները եւ քարոզները, ամեն անգամ ցավոք սրտին ավելի շատ մարդն է парավորում քան Քրիստոս։ Եթե դուք այդ պատարակների ժամանակ մասնակից լինեք, այնտեղ ավելի շատ Մարիամի անունն է տրվում, Պողոսի, Պետրոսի, ուրիշ սուրբերի անունը եւ շատ քիչ Քրիստոսի անունը։ Իսկ մենք բոլորս լավ գիտենք, որ հավատացյալի կյանքի մեջ միայն մեկ անուն պետք է լինի։ Ուրիշ անուն գոյություն ունի այս երկրագնդի վրա։ Հիսուս Քրիստոսի անունը, որի միջոցով մենք փրկություն ենք ստանում։ Մարիամը, Պողոսը, Պետրոսը մեզ չեն կարող փրկել։ Ինչքանով որ նրանք մեծ գործ կատարեցին այս ֆիզիկական կյանքի մեջ, Աստծո գործը արեցին, նրանք փրկել չեն կարող մեզի։ Փրկողը Հիսուս Քրիստոսն է։ Ու եթե մեր բերանից Հիսուս Քրիստոս անունը չի դուրս գալի, ու նրա կյանքը չենք ձգտում անել, մենք շատ վատ վիճակի մեջ ենք գտնում։ Ու ամենացավալին այն է, որ շատ մարդիկ այդ միջոցների հետևից են գնում, գիտեք ինչ պատճառով, որովհետև դա ամենահեշտ բանն է, ինչ որ կարող է մարդը անել։ Ինչ հեշտ է, գամ եկեղեցի նստեմ, քարոզ լսեմ, հանգիս ինձ համար, փառք տամ Աստծուն, ինչ որ փող գցեմ, հետո որոշ բաներ անեմ ու գնամ տուն ու ամբողջ շաբաթ մոռանամ, թե ինչ է նշանակում Աստված։ Ինձ համար Աստված միայն եկեղեցում կալանավորված անձ է։ Ու սա ցավ է, գիտեք, ցավ է, որ շատ անգամ, երբ որ մարդը դուրս է գալի այդ ավանդական եկեղեցիներից ու գալիս է ավետարանական եկեղեցու մեջ, դառնում է անդամ, նրա համար շարունակում է Աստված եկեղեցում կալանավորված մնա։ Եկեղեցուց դուրս Աստված չկա, ապրի ինչպես որ ուզում ես։ Սա սատանայական գաղափար է, որը շատ անգամ մարդիկ հետևելով ընկնում են շատ մեծ վատ վիճակի մեջ է։ Բայց Աստված մեզ հիշեցնում է, որ գոյություն ունի ճշմարտություն։ Եվ այդ ճշմարտությունը հետևյալ ձևով է ներկայացնում։ Խնդրում եմ ուշադրի լսեցեք, նորից մի անգամ եմ ուզում ներկայացնեմ Հռոմեացոց 12-րդ գլխի 2-րդ համարի 2-րդ մասը։ Տեսեք ինչ է ասում։ Римлянам 12 глава 2-я часть 2 стиха. Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով։ Հետաքրքիր է, չէ, երբ որ հայերենում նորոգվել գիտեք, չէ, պաչինկա։ Ռուսերեն այդպես են ասում, բայց ռուսերեն լեզվով այդպես չի գրված։ Տեսեք ինչ է գրված. Преобразуйтесь обновлением ума вашего։ Մի հատ հետաքրքիր սարք կա, ես չգիտեմ, ծանոթ եք թե չէ, հայերենում այդ սարքը կոչվում է փոխարկիչ։ Ռուսերենում ասում են преобразователь։ Գիտեք ինչ հատկություն ունի այդ սարքը։ Երբ որ դուք վերցնում ես հացարակ մեքենայի մարտկոցը, ակումուլյատոր, գիտեք չէ, մաշինի ակումուլյատոր, որն 12 վոլտ է իրայից ներկայացնում ու նրանով դու չես կարող ոչ հեռուստացույց միացնես, այս մեր տան ունեցած հեռուստացույց, ոչ սառնարան, խալադերնիկ, ոչ որևէ մի այս լապտերներ, որներ մենք ունենք, չես կարող միացնես, որովհետև չի աշխատի այդ բանի վրա։ Բայց այդ սարքը գիտեք ինչ մի հատ հրաշալի գործ ունի։ Ինքը 12 վոլտը դարձնում է 220 վոլտ ու ինչքան զարմանալի որ մենք ակումուլյատորի միջոցով ու այդ սարքի միջոցով կարող ենք մեր սառնարաններն էլ միացնել, հեռուստացույցն էլ միացնել ու այս լույսն էլ միացնել, որն 220 վոլտ է։ Մենք գիտեք այդ ձևին սարքի նման պետք է լինենք։ Մեր այսօրվա մտածելակերպը մերը պետք է չեղնի։ Մենք պետք է մտածենք Աստծո տեսանկյունից։ С точки зрения Бога. Իսկ դա շատ ավելի բարձր է։ Տեսեք, 12-ից 220 մոտ 20 անգամ ավելի բարձր է։ Որպեսզի մեր սարքերը կարողանան աշխատել, պետք է որպեսզի մենք ունենանք այդ փոխարկիչը, преобразователь։ Այնպես էլ եթե մենք ուզենանք Աստծո ուզած ձևով մտածել, մենք պետք է ունենանք Աստծո մտածելակերպը։
Երբ որ մենք Աստծո խոսքն ենք կարդում, երբ որ մենք Աստծո խոսքն ենք լսում, երբ որ մենք Աստծո մասին ենք մտածում, մենք կարող ենք մտածենք մեր ուղեղով, որը ոչինչ բանի չի բերի։ Նայեք, Եփեսացոց 4 գլխի 22-24 համարները ինչ է ասում։ Աստված Ефесянам 4 глава 22-24 стихи. Որ ձեզանից դուրս հանեք, սա շատ կարևոր է, որպեսզի մենք գիտենանք, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկություններով ապականված է, եւ ձեր մտքի հոգովը նորոգվեցեք եւ նոր մարդ հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է, ճշմարտության, արդարությունով եւ սրբությունով։ Նայեք, երկու կարևոր բան։ Մարդը ուզում է, որպեսզի ինքը դառնա ինչպես փոխարկիչ, преобразователь, իր միտքը սկսի ավելի լավ ճիշտ աշխատել, բայց շարունակում է ապրել իր ուզած կյանքով։ Աստված զգուշացնում է, հնարավոր չի։ Նախ եւ առաջ դու պետք է հին մարդը հանես, որովհետեւ դու պետք է խոստովանես, որ իրականում այդ հին մարդը լցված է խաբեբայությունով։ Ինչքան էլ դու ճիշտ բարոյական կյանքով ապրես, քու մեջ կա այդ խաբեբայությունը, որն Աստված ասում է ազատվիր դրանից։ Բայց գիտեք, մի հետաքրքիր բան կա, որն մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտենա։ Մենք երբ որ հանում ենք հին մարդը, մենք պետք է հագնենք նոր մարդը։ Եթե հանելով մենք չենք հագնում նոր մարդը, մենք նմանում ենք այն մարդուն, Աստվածաշնչում գրված է, չեմ ուզում իմ կարդալ այդ տեղը, բայց գիտեմ, որ դուք բոլորդ գիտեք, որն իրանից դուրս արեց սատանային ու մաքրվեց։ Ինչ արեց սատանան, գնաց, մանեկավ, իր համա հարմար տեղ չգտավ ու հետ եկավ, վահ, մաքուր տեղ, ինչ կա որ, էլի նորից կմտնեմ ընդեր։ Ինքը մտավ ու իր հետ միասին էլի 7-ին էլ հետը տարավ։ Ու ասում է այդ մարդի հետին ավելի վատ էր կասը առաջինը։ Այդպես մեր կյանքի մեջ, երբ որ մենք ուզում ենք Աստծո ուզած ձևով մտածել, մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է փոխարկիչ դառնանք։ Преобразователь պետք է եղնենք, որնոր պետք է Աստծո մակարդակին հասնելով Աստծո ուզած ձևով մտածենք։ Տեսեք, առաջի Կորինթացոց 2 գլուխ 14 համարը ինչ է ասում։ Մենք անցյալ անգամ կարդացինք, մի անգամ էլ եմ ուզում կարդալ, որպեսզի մենք հասկանանք, որ ինչքան էլ մենք մեզ գլուխը խելացի տեղ դնենք, մենք չենք կարողանա Աստծո ուզածը հասկանալ եւ շատ անգամ այդ ուզածը մեզ համար հիմարություն կլինի, եթե չմտածենք Աստծո ձևով։ 1 Коринфянам 2 глава 14 стих. Բայց շնչավոր մարդը Աստծո հոգու բաները չի ընդունում, որտեղ նրանք հիմարություն են նրա համար եւ չի կարող էլ գիտենալ, որտեղ հոգեվոր կերպով են քննվում։ Այս հայկական էլի մի թարգմանություն, որն մի քիչ լավ չի թարգմանված, ռուսերեն տեսեք ինչ է ասում։ Ասյոմ надо думать духовно։ Որպեսզի դու հասկանաս Աստծո բաները, որոնք շատ անգամ հակասում են մեր մտածածին, մենք պետք է մտածենք հոգեորապես։ Ինչպես ես կարող եմ մտածել հոգեորապես, եթե իմ կարողությունից դուրս է դա։ Շատ վեր է իմ կարողությունից։ Ինչպես 12-ը 220-ին, այնպես էլ մենք ու Աստծո մտածելակերպը։ Չենք կարող այն սարքերը միացնել, որոնք կարողանա աշխատել, եթե մենք չմտածենք այն բարձրությունով, ինչ բարձրությունով Աստված է ուզում։ Երբ որ մենք ուզում ենք այդ բանը անել, պետք է մեր մտքերը փոխարկիչ դարձնենք։ Ավելացնենք, շատացնենք, որ կարողանանք Աստծո ուզած ձևով անել։ Ու եթե մենք դա չենք անում, մենք երբեք հաջողության չենք հասնի։ Ու շատ անգամ, գիտեք, երբ որ նայում ես Աստծո կամքը եւ մարդկային մտածելակերպը, տեսնում ես ինչքան մեծ տարբերություն կա այդ դրա մեջը։ Պողոս Արաքելը իր կյանքի մեջ քննելով այդ բանը, այն մարդը մեզ ինչքան օրինակներ է թողել, որպեսզի մենք կարողանանք նույն ձևով անել, քննելով այդ բանը, որ ինչքան Աստծո գաղափարները բարձր են մարդկային գաղափարներից, տեսեք ինչ է ասում։ Ուրիշ ոչ մի բան չէր կարող ասել։ Հռոմեացոց 11-րդ գլուխ 13-33 համարները։ Римлянам 11 глава 33-36 стихи. Ով Աստծո մեծության իմաստության եւ գիտության խորություն,
ինչպես անքննելի են նրա դատաստանները եւ անհասկանալի են նրա ճանապարհները, որտեղ ով գիտած Տիրոջ միտքը կամ ով եղավ նրա խորհրդակիցը կամ ով նրան առաջուց մի բան տվավ, որ նրա համար հատուցում առնի նրանից, որտեղ նրանից եւ նրանով է դեպի նա է ամեն բան։ Նրան փառք հավիտյանը սավիտյանից ամեն։ Գիտեք, երբ որ նայում ենք Աստծո բաները, Սուրբ Հոգը ինչ է մեզ ներկայացնում, ու նայում ենք մեր մտածակերպերը, իրականում մենք էլ կարող ենք ասել, «Օ Աստծո մեծություն, ինչ հզոր է այն ամեն ինչը, ինչ որ դու անում ես մարդկանց կյանքի մեջ, ինչպես ամեն ձևով ձգտելով մեզ օգնել, որպեսզի մենք կարողանանք հասկանանք իրականում, ինչ մեծություն է Աստծո մեծությունը, ով կարող է հասկանալ»։ Ուզում խնդրում եմ ուշադիր լսեցեք առաջի Կորինթացոց 2-րդ գլուխ 15-16 համարները ինչ է մեզ ներկայացնում եւս մի անգամ, որովհետեւ մենք սրանից առաջ էլի կարդացել ենք, ուզում եմ մի անգամ էլ կարդալ։ 1 Коринфянам 2 глава 15-16 стихи։ Բայց հոգևոր մարդը ամեն բան քննում է եւ ինքը ոչ ոքի չի քննվում, որովհետեւ ով գիտած Տիրոջ միտքը, որ բան սորցնեն նրան, բայց մենք Քրիստոսի միտք ունենք։ Սիրելի քույր եղբայր, երբ որ ես այս բանը ասում եմ, իրականում այդպես է թե չէ։ Երբ որ դու այս բանը ասում ես, մենք կարող ենք Պողոս Արաքյալի նման կրկնել ու ասել, մենք Քրիստոսի միտք ունենք։ Միայն այն դեպքում, երբ որ ես Աստծո խոսքը կարդալով հասկանում եմ այնպես ինչպես որ պետք է։ Ոչ թե ուզում եմ իմ ձևով ներկայացնել, Աստծո ատվակատ դառնալով, ասելով, չէ, ժողովուրդ, դուք ճիշտ չհասկացաք, Աստված այդպես չի ասում։ Աստված չի ասում մարդկանց առաջը խոնարհվեցեք։ Աստված չի ասում ձեր աչ թուշը տվեք, որ ապտակ եթե ապտակը ձախնեք, տենց բան չի ասում, դա ուրիշ ձև եք հասկանում։ Ուղղակի այդպես ենք, ինչպես որ Աստված է ասում։ Մենք պետք է իրականում խոնարհվենք Աստծո առաջ եւ մարդկանց առաջը։ Մենք պետք է չարի դեմ չար չանենք, մեզ հայհոյողներին չհայհոյենք, այլ աղոտ կանենք նրանց համար եւ օրհնենք նրանց, երբ որ նրանք ուզում են մեզ վատություն անել։ Այո, դա Աստծո կամքն է եւ դա շատ դժվար հասկանալու բան է ու դա անկարելի է հասկանալ, եթե մենք Քրիստոսի միտքը չունենք։ Բայց գիտեք ինչքան հեշտ է, երբ որ մարդը խոնարհվելով Աստծո առաջ գալիս է Աստծուն ասում է. «Տեր, դու գիտես որ ես դրա կարողություն չունեմ։ Ես չեմ կարող անել այնպես ինչպես որ դու ես ուզում։ Ես խնդրում եմ օգնի ինձ, որ Քրիստոսի միտք ունենամ, որովհետև գիտեք Քրիստոսի միտքը ինչու՞մ ներկայանում։ Քրիստոսը լինելով ամենակարող Աստված ու ապրելով այս կյանքի մեջ 33.5 տարի ու առանձնապես վերջի 3.5 տարին նա անտեղի տեղը հալածվեց ու մարդկանց կողմից հայհոյվեց։ Բայց մենք ավետարանի մեջ ոչ միտեղ չենք կարդում որ Քրիստոսը ինչ որ մեկին նրա ասացի պես արեց։ Հայհոյեցիր, ես էլ հայհոյեցի, խփեցիր, ես էլ խփեցի։ Ուզեցիր վատություն անել, ես էլ արեցի վատություն։ Մենք չենք տեսնում այնտեղ։ Մենք տեսնում ենք որ Քրիստոսը խոնարհությամբ մարդկանց առաջը կանգնած, ինքը լինելով ամենակարող Աստված, մարդկանց առաջը խոնարհվեց ու այնքան խոնարհվեց որ մինչև խաչը հասավ, խայտարակ խաչը, որպեսզի ինձ եւ ձեզ հավիտենական կյանք տա։ Դուք պատկերացրեք որ մենք Քրիստոսի հետևորդներ լինելով, մենք պետք է օրինակ ծառայենք մեր շուրջը գտնվող մարդկանց, որոնք որ տեսնում են մեր կյանքը, մեր անսովոր կյանքը, որ մենք նման չենք այս աշխարհի թելադրած կյանքով, լրիվ ուրիշ կյանք ունենք, որտեղ որ կա չնայած որ մարդկային հասկացողությունով նվաստացուցիչ բաներ, խոնարհություն, որն որ շատ անգամ մարդուն փառք չի տալի, այլ ցածրացնում է մարդկանց, բայց մեր գլխավոր նպատակը ոչ թե մարդկանց առաջ փառավորվել, այլ Աստծուն փառավորել, որպեսզի Աստծո փառքի մեջ մտնելով հավիտյանս հավիտյանից վայելել այդ փառքը, որն որ Աստված տվել է մեզ համար։ Գիտեք, երբ որ մենք հասկանում ենք ամեն ինչ, երբ որ մենք Քրիստոսի միտք ունենալով հասկանում ենք թե ինչքանով այն մեզ օգտակար է եւ ուր է տանում մեզի, մենք սկսում ենք մտածել Քրիստոսի մտքի համեմատ եւ հասկանում ենք որ Աստծո կամքը իրականում բարի է։ Ինչ է նշանակում բարի։ Գիտեք, մարդկային չափանիշներ կա բարին, որոնք մարդիկ իրանք են հնարել, բայց իրականում այդպես չի։ Բարությունը դա ինքը Աստվածն է։ Աստված է բարի։ Հիշում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, երբ որ ասեցին բարի վարդապետ, ինչ անեմ որ երկնքի արքայությունը ժառանգեմ, ինչ ասեց նախ եւ առաջ, ինչի ես ինձ բարի ասում։
Աստված է բարի։ Գիտեք դա ինչ է նշանակում, որ մենք պետք է հասկանանք, որ այն ինչ որ կոչվում է բարի, միայն Աստվածաշնչի մեջ է գրված։ Մեր որոշած բարին բարի չի։ Աստվածաշնչային բարին է, որն որ մենք հասկանում ենք, տեսեք, Սաղմոսած գրքի մեջ Դավիթը իր 31-րդ Սաղմոսում, որն 30 ռուսերենում է գրված, 19-րդ համարում հետևյալ խոսքեր է գրված։ Պսալոմ 30-20 ստիղ, հայերենում Սաղմոս 31-19։ Քանի մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար, եւ որ անում ես քեզ հուսացողների համար, մարդկանց որդկանց առաջին։ Ինչքան մեծ է Աստծո բարությունը, որ ինքը պահել է իրեն վախեցողների համար։ Գիտեք ինչն է այդ ամենամեծ բարությունը։ Հավիտենական կյանքը, որն որ մենք պետք է ժառանգենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին։ Նա պահել է մեզ համար, ու սա ոչ թե ծածկված է մարդկության համար, այլ Աստված բացել է բոլոր մարդկանց առաջ։ Գիտեք, երբ որ գալիս է ինչ-որ մեկը ինձ ասում է դու հավատացյալ ես, մի քիչ զարմանալու է, չէ՞, որովհետև ինքը իր մարդը իր վրա էլ է ասում, ես էլ եմ հավատացյալ, բայց ինքը իրան հավատացյալի տեղ չի դնում։ Ինքը ինձ է ասում հավատացյալ։ Որովհետև ինքան երբ որ մենք խոսում ենք մարդկանց հետ, հավիտենական կյանքի հետ, շատ մարդկանց համար դա հիմարություն է։ Բայց իրանք հասկանում են, որ սրանք հավատում են, որ հավիտենական կյանք կա։ Մարդիկ վկայում են մեր մասին, որ մենք հավատացյալ լինելով հավիտենական կյանք ենք ժառանգելու։ Աստված բացել է նաև այդ բանը, անհավատների մոտ պատկերացրեք։ Ու այս ուրախությունը Դավիթը չէր կարող ծածկել ու ասել, ինչքան բարի ես դու, ով Աստված։ Հենց սա է բարիությունը, ու մեր գլխավոր բարիությունը գիտեք ինչու՞մն է, ոչ թե գնանք փողեր բաժանենք մարդկանց, ոչ թե շորեր բաժանենք, ոչ թե մարդկանց ինչ-որ բաներ անենք, որ մարդիկ շնորհակալություն հայտնեն, այլ ամենաառաջինը Քրիստոս քարոզենք։ Այն ամենագլխավոր բարությունը, որն որ հավիտենական կյանքի հետ է կախված, մենք պետք է Աստծո խոսքը քարոզենք։ Մարդկանց հիշեցնենք, որ գոյություն ունի դժոխք, եւ դժոխքից ազատվելու միջոց գոյություն ունի, որն որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Նայեք ինչ է ասում Եփեսացոց 2-րդ գլուխ 4-7 համարները։ Երբ որ մենք նայում ենք այս համարները, երբ որ կարդում ենք այս համարները ու գիտակցում ենք, թե Աստված ինչ արեց մեզ համար, մենք հասկանում ենք ինչ է նշանակում բարին, ու մենք հասկանում ենք, որ Աստծո կամքը, չնայած որ մեր կյանքի մեջ ամեն անգամ չի որ մեզ ուրացի պես է անում, նա միշտ բարի է։ Տեսեք ինչ է ասում Եփեսացոց 2-րդ գլուխ 4-7 համարները։ Եփեսյանам 2 глава 4-7 стихи։ Բայց Աստված, որ մեծ է ողորմության, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենթանի առավ Քրիստոսի հետ, շնորհքով ենք փրկված։ Նրա հետ մեզ հարույց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում, որ նոր եկող դարերում հավիտենական ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեջ վրա մեզ վրա ցույց տված քաղցրությունով։ Այս է իսկական բարությունը։ Ու սրան պետք է մենք հետևենք ու մենք պետք է հասկանանք Աստծո աչքի առաջ ամենամեծ բարին նա է, որ մենք քարոզենք Հիսուս Քրիստոսին։ Այն մեծ պատվերը կատարենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին ու բոլոր նրանց ովքեր որ հետո պետք է դառնային աշակերտներին ասեց. գնացեք եւ ամբողջ աշխարհը ավետարան քարոզեցեք։ Ամեն արարածներին, ով հավատաց եւ մկրտվեց կփրկվի, ով չհավատաց կդատապարտվի։ Ամենամեծ բարությունը սա է, եւ դրա համար Աստծո կամքը բարի է։ Չնայած որ շատ անգամ մենք տեսնում ենք նրա մեջ ուրիշ բաներ։ Հաճելի է ու գոդն է ռուսերեն ասում է։ Նորից եմ ասում, նայելով մեր կյանքին ու մեր կյանքի ընթացքին, որ մի անգամ Աստված թույլ է տալիս մեր կյանքում այնպիսի մի բան, ու երբ որ մեր աղոթքները լսում է, նա մեր խնդրանքի լրիվ պատասխանը չի տալի։ Հիվանդ ես, աղոթք ես անում, չես բժշկում։ Փող չունես, աղոթք ես անում, փող չկա։ Ընտանիքի մեջ որոշ խնդիրներ կա, աղոթք ես անում, խնդիրները չի լուծում։ Եվ մենք մտածում ենք, եթե ես ամենակարող Աստծուն ծառայում եմ, ու ես համոզված եմ, որ ամենակարող Աստված է, որն որ կարողացավ մեռելին, 4 օրվա մեռելին, արդեն հոտած մեռելին, Ղազարոսին մեռելներից հարություն տալ, ինձ ինչի չի կարող բժշկել։ Կամ իմ ընտանիքի մեջ ինչի
հողի պակասություն կա ու ես չեմ կարող ինչ-որ մի բան անել, որ գոնե չեմ ասում հարուստ եղնեմ։ Գոնե այն աշճանը եղնեմ, որ կարողանամ իմ ֆիզիկական հոգսերը նորմալ ձևով բավարարել։ Ինչի իմ ընտանիքի մեջ շատ անգամ անխաղաղություն լինելով, ես չեմ կարող խաղաղություն հաստատել։ Նայեք, 2 Կորինթացոց 5-րդ գլուխ 8-ից 10 համարները ինչ է ասում Պողոս Արաքյալը։ Որպեսզի մենք հասկանանք ինչ է նշանակում հաճելի լինելը, նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք ինչ է սպասում մեզ հետագայում, հետմահու կյանքի մեջ։ 2 Կորինթացիներուն 5 глава 8-10 стихին։ Բայց վստահ ենք եւ ավելի ընտրում ենք այս մարմնից դուրս գնալ եւ ավելի եւ Տիրոջ մոտ մտնել։ Նրա համար ջանք ենք անում, որ թե կյանքը եւ թե դուրս գնալը հաճո լինի նրան։ Որտեղ մենք ամենքս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ավետարանի առաջին, որ ամեն մեկս ընդունի իր մարմնովը ինչ որ գործես, թե բարին եւ թե չարը։ Գիտեք, կաթոլիկ եկեղեցին այսպիսի մի գաղափար ունի։ Ցավոք սրտին ոչ աստվածաշնչային, բայց շատ մարդկանց ներշնչած, որ երբ որ մենք կգնանք Աստծո առաջ կկանգնենք, Աստված իր առաջ դրված կեղնի մի կշերք։ Եվ այդ կշերքի վրա կդրվի մեր բարի գործերը եւ չար գործերը։ Որն որ կգերակշռի, այնտեղ էլ մենք կգնանք։ Չարը կգերակշռի, դժոխք կգնանք։ Բարին կգերակշռի, հավիտենական կյանք կգնանք։ Դուք գիտեք որ ինչպեսի լավ մարդ լինեք, երբ որ Աստծո առաջ կշերքի առաջ դրվի ձեր բարի գործերը, ինչպես Աստծո խոսքն է ասում, փետուրից ավելի թեթև կեղնի, բումբուլից ավելի թեթև կեղնի, պատկերացրեք, մեր բոլոր բարի գործերը, այնպես որ կշերքը ոչ մի անգամ չի օգնի մեզի, եւ ոչ էլ մեր ապրած կյանքը, այն բարի գործությունները, որոնք մենք իբր թե կատարել ենք այս կյանքի մեջ, այլ թեթև կլինի ու դրա համար Աստված մեզ ինչքան բարի է մեզ համար, ինչքան հաճո պետք է լինի մեզ համար, որ մենք Աստծուն հանձնվելով գիտենանք որ այդ կշերքի վրա ոչ թե մեր բարի գործերը դրված կեղնի, այլ Հիսուս Քրիստոսի արդարությունը։ Ու այն ժամանակ նա կգերակշռի անպայման։ Այս է հաճո մեզ համար, որ մենք Հիսուսով առաջնորդվենք ու վերջիվերջո Հիսուսով կարողանանք Աստծո առաջ արդարանալով հավիտենական կյանք ստանալ։ Սա է հաճելին նրա կամքի մեջ, որն որ մենք հասկանում ենք, բայց շատ անգամ չենք ուզում, ոնց որ ասում են, կողին ընկնել կամ մեջքին ընկնել, ամեն ձևով ուզում ենք, որպեսզի մենք մեր արդարությունը առաջ դնելով մտածել որ այ հաճոն նա է, ինչ որ ես եմ ուզում։ Ոչ, հաճոն այն է, ինչ որ Աստված է ուզում։ Եվ երրորդը կատարյալ սավրշելն է։ Մենք ապրում ենք մի այնպիսի կյանքի մեջ, որ ինչ էլ անենք, կատարյալ չենք եղնի այս կյանքի մեջ։ Չկա այդպիսի բան, գիտեք, որ մարդը այսօր ապրի այս կյանքի մեջ, կան այդպիսի մարդիկ, ես կարդացել եմ, որ շատ մարդիկ կան, որ շատ հայտնի քարոզիչներ, որոնք որ քարոզում էին, որ մինչև մարդը կատարյալ չդառնա, նա հավիտենական կյանք չի կարող ժառանգել։ Բայց Աստծո խոսքը ուրիշ բան է ասում։ Աստծո խոսքը հիշեցնում է, որ այս ֆիզիկական մարմնի մեջ մենք երբեք կատարյալ չենք կարող լինել։ Բայց ինչու՞մն է կայանում մեր կատարելությունը։ Նրանում որ Աստված ինքը իր կատարելությունը տալիս է մեզի։ Իր արդարությունն է տալի մեզ, գիտեք։ Նա հնարավորություն է տալի, որպեսզի մենք ոչ թե մեր կատարելությունով, մեր արդարությունով Աստծո առաջ կանգնենք, որ դա կեղտոտ լաթի նման է, այլ Հիսուս Քրիստոսի կատարելությունով կամ արդարությունով, որն որ մաքուր է եւ Աստծուն ընդունելի է։ Ինչ էլ անենք մեր կյանքի մեջ չենք բավարարի Աստծո պահանջները, չենք կարողանա բավարարել։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա արդեն բավարարել է Աստծո բոլոր պահանջները ու մենք Հիսուսով կարող ենք կատարյալ լինել ու կատարյալ հավիտենական կյանքի մեջ, կատարելության մեջ հավիտյանս հավիտյանից ապրել։ Աստծո կամքը կատարյալ է, նրան ոչ մի անգամ ոչ մի բան ավելացնել կամ պակասնել պետք չի։ Ինչ որ Աստված ասել է, ինչ որ Աստված արել է, նա է ամենաճիշտը։ Եվ կորեկցիա ենթարկող մարդը նա մեղք է գործում եւ Աստծո կատարելությունը խափանում է։ Մենք ապրում ենք մի կյանքի մեջ, որտեղ որ Աստծո նպատակը մեզանից յուրաքանչյուրին դարձնել կատարյալ։ Աստված գիտե որ մենք այս ֆիզիկական կյանքի մեջ կատարյալ չենք լինի, բայց նրա նպատակը
Պարզ երևում է եկեղեցու մեջ, սիրելի քույրեր։ Երբ որ Աստված ոչ միայն հավատացյալներ ստեղծեց, այլ եկեղեցի ստեղծեց, որպեսզի հավատացյալը եկեղեցում ապրի եւ աճի դեպի կատարելությունը։ Տեսեք ինչ է ասում Եփեսացոց 4-րդ գլխի 11-13 համարները։ Այստեղ շատ պարզ գրված է մեզ բոլորիս համար, որպեսզի մենք հասկանանք, թե Աստծո ջամքը ինչքանով է դեպի կատարելություն տանելու մեզ ու ինչքանով մենք պետք է հասկանանք, որ եթե մենք տեղի ենք տալի Աստծո կամքին, մենք գնում ենք դեպի կատարելությունը։ Եթե հակառակ ենք գնում Աստծուն, ուրեմն մենք ընկնում ենք շատ վատ վիճակի մեջ։ Եփեսյանам 4 глава 11-13 стихի։ Եվ նա մի քանիսին տվավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ եւ մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ։ Ինչի՞։ Սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչեւ որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդու ճանաչելու միությանը եւ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով։ Տեսեք, Աստծո հոգատարությունը ինչ աստիճանի բարձր է։ Ինքը ուզում է իր կամքի միջոցով մեզ դանի դեպի կատարելություն։ Այն կատարելությունը, որն որ մենք ունենանք հավիտենական կյանքի մեջ։ Սիրելի քույր-եղբայր, եթե մենք տեղի ենք տալի այդ Աստծո կամքին, ու մենք ամեն ձևով ձգտում ենք հասկանալով, որ Աստծո կամքը բարի է, հաճելի եւ կատարյալ է, ուրեմն Աստված մեզ տանում է դեպի հավիտենական կյանք, ու մենք ուշ թե շուտ կհասնենք այդ հավիտենական կյանքի։ Ու այն ուրախության մեջ կմտնենք, որն որ հավիտյանս հավիտենից Տիրոջ հետ միասին ապրելու վիճակ է ստեղծում մեզ համար։ Ինչ եզրակացություն են գալի այսօր մեր քարոզից։ Առաջինը, մարմինը, որը ներկայացած է Աստծո հայացողությանը, դա ամենաճիշտ հավատքի վիճակն է։ Մարմինը, որն որ տրված է Աստծո հայացողության, այսինքն Աստված թող որոշի ինչ կարող է անել։ Դա ամենաճիշտն է եւ մեզ կարող է ճիշտ ճանապարհով տանել։ Երկրորդը, աշխարհից ջոկնված կյանք։ Այնպիսի մի կյանք, որտեղ որ մարդը կամաց սկսում է աճել դեպի հավատքը եւ սկսում է մտածել ոչ թե մարդկային մտքով, այլ աստվածային մտքով։ Եվ երրորդը, նորոգված միտք։ Այն միտքը, որն ամեն անգամ մեզ հնարավորություն է տալի ճիշտ մտածելու, այնպես ինչպես որ Աստված է ուզում։ Այդպիսի մտքով միշտ մենք հաջողության կհասնենք եւ այդպիսի մտքով մենք ապրելով այս ֆիզիկական կյանքի մեջ կհասնենք այն ուրախությանը, որն որ հավիտենական կյանք է կոչվում։ Տերը թող բոլորիս օրհնի, թող միշտ բարավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։